Նա նպատակ է դրել, որպեսզի այսպես ճակերտովար ասած, եթե փչանում ենք, ապա փչանում ենք բոլորս եւ ոչ մեկ պետք է այդ գործընթացից դուրս չմնա։ Եթե Գարեգինը պետք է պատժվի, ապա պատժողը պետք է լինի Աստված, այլ ոչ ամենևին Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցու կողմից չկա լուրջ հակազդեցություն Նիկոլ Փաշինյանի քայլերին։ Քաղաքական ուժերի կողմից չկա համախմբված կամ առանձին թեկուս վերցրած, բայց լուրջ հակազդեցություն Նիկոլ Փաշինյանը պատրաստ է թե շրջափակել Մայրաթորը եւ թե ձերբակալել ու կալանավորել վեհապարին։ Ընդդիմությունը ինչ որ մի առումով համակերպվել է այն մտքի հետ, որ 2026 թվականին Փաշինյանը վերարտադրվելու է եւ պայքարը ընթանում է մնացյալ տեղերի համար։ Նպատակը տեսնում են խորհրդարանում անցնելը, հաղթահարելը շեմը։ Այսօրվա պայմաններում Նիկոլ Փաշինյանին պարզապես ընտրություններով հաղթելը իրատեսական չէ։ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը պետք է հաղթի նախքան ընտրությունները։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Գյումրու նույն սցենարը կարող է գործել համապետական ընտրությունների ժամանակ։ Ուզում ասել Նիկոլ Փաշինյանի այդ նվերները, որը նա մատուցում է ընդդիմությունը չի օգտագործում։ Ես վստահ եմ, որ եթե լավ աշխատեն, ապա ԿՊ-ից նույնպես հնարավոր է որոշ падգամավորներ բերեն Մոսկվայի կողմից ակնհայտ ճնշում Նիկոլ Փաշինյանի վրա չկա։ Երեք հովանավանքում եկեղեցու դեմ արշավի երկրորդ արարն էր, այսպես կոչված պատարագ կարգալույց հոգևորականով։ Զուգահեռ Մայրաթորում վեհապարի քաղաքալության 26-ամյակն էին նշում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ի վերջո ինչ հանգուցալուծում կստանա այս հակամարտությունը, ինչ դեր այն կունենա ներքաղաքական պայքարում եւ ինչի են պատրաստվում հիմնական քաղաքական ուժերը։ Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Սկսենք եկեղեցի իշխանություն լարվածությունից, հակամարտություն, ինչպես կուզեք կոչել, դատելով հասարակական տրամադրությունից Փաշինյան եւ Փաշինյանի քայլերից, հռետորաբանությունից, ինչ հանգուցալուծում եք սպասում, որն է նրա նպատակը եւ ով կհաղթի, եթե դա կարող են կոչել հաղթանակ այս ամեն ինչում։ Նախ սկսենք նրանից, որ Հովնանավանքում արդեն երկրորդ կիրակին է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ստեփան Ասատրյանի մատուցմամբ այդ ԿՊ-ական կեղծ պատարագին, ակնհայտ դարձավ, որ հասարակական աջակցություն որպես այդպեսին չունի։ Եթե չհաշվենք վարչական ռեսուրսները, որը նա կիրառում է ինչ որ մի զանգված հավաքելու համար, ժողովուրդ այդտեղ գոյություն չունի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մեկ այլ բան է անում, նա սիստեմատիկ մասնակցելու է այդ պատարագներին այնքան ժամանակ, նախ մինչև որ ամբողջովին չներկայացնի ԿՊ վերնախավը բոլոր նրանց, ովքեր որ նախորդին խուսափել էին մասնակցել։ Փոխվել են օրինակ կազմը 3 միշտ փոխվել։ Այո, նա նպատակ է դրել, որպեսզի այսպես ճակերտովար ասած, եթե փչանում ենք, ապա փչանում ենք բոլորս եւ ոչ մեկ պետք է այդ գործընթացից դուրս չմնա։ Եվ այդ պատարագների միջոցով բոլորին աստիճանաբար բերելու է, այսպես ասած, ծնկի այս Տեր Արամ կոչեցյալի առաջ։ Ինչ վերաբերում է բուն հակամարտությանը, ապա այն սկիզբ է առել արդեն տևական ժամանակ է եւ հիմնական նպատակն է հայ առաքելական եկեղեցու դերը նսեմացնել ազգային գործընթացների ընդհանրապես որպես ազգային հենասյուն լինելու այդ դերակատարումից։ Գարեգինի կուսակրոնություն լինել, չլինելը, երեխա ունենալ, չունենալը դա ընդամենը շղարշն է Նիկոլ Փաշինյանի նպատակների իրականացման, որովհետև եթե իրականում Գարեգինը խախտած լիներ կուսակրոնության ուխտը, ապա դա եկեղեցու ներքին խնդիրներ եւ դրանով պետք է զբաղվի եկեղեցին, եթե Գարեգինը պետք է պատժվի, ապա պատժողը պետք է լինի Աստված, այլ ոչ ամենևին Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է համենայն դեպս լուծել քաղաքական խնդիր, թելադրված արտաքին դերակատարների կողմից։ Եկեղեցի ու քաղաքական, հա, որն է քաղաքականացնող ինչ նկատի ունեք։ Քաղաքականացնելով նկատի ունեմ, որ եկեղեցուն որպես ազգային արժեքների հիմքում կանգնած հենասյուներից մեկը եւ այն կառույցը, որը սիստեմատիկ բարձրացնում է օրինակ Արցախի հարցը, արցախցիների իրավունքների հարցը եւ առհասարակ արծարծում է ազգային խնդիրներ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր սրացում հաջորդում է Փաշազադեի հայտարարություններին։ Եթե հետևում ենք, լինում է Փաշազադեի մեղադրանքը հայ առաքելական եկեղեցու հանդեպ, դրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանի սրացումը եւ հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Ահա հենց այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործընթացը, որը նա կառուցում է եկեղեցու շուրջ, ամբողջովին քաղաքական է եւ այդտեղ չկա որևէ հոգեվոր նյուանս կամ
կուսակրոնության խախտելու նյուանս, ինչպես նա է ասում։ Տրամադրությունները տեսնելով եւ մայրաթորում ինչ էր կատարում եւ այդ Հովանավանկյանը ընդհանրապես ասացան ով կա հաղթի հարցի պատասխան ունեք, ինչ է կանխատեսում։ Այս պարագայում էլ Փաշինյանը կմարսի եւ կանի ինչ որ նախ մինչեւ հիմա ամեն ինչը ըստ էության մարսել է։ Այո, հասարակությանն է հաղթել, թե ում է հաղթել, բայց հաղթել է այս պարագայում, այ կոնկրետ այս հարցում։ Աստված մի արած է, բայց նման ընթացքի դեպքում ես չեմ ուզում հիմա ասենց չարագուշակ եզրահանգումներ անել, բայց նման ընթացքի դեպքում կարծես թե նորից Աստված մի արած է կհաղթի Նիկոլ Փաշինյանը, ինչու համար եմ ասում, որովհետև բացի ինչ որ դեկլարատիվ հայտարարություններից եկեղեցու կողմից չկա լուրջ հակազդեցություն Նիկոլ Փաշինյանի քայլերին, քաղաքական ուժերի կողմից չկա համախմբված կամ առանձին թեկուս վերցրած, բայց լուրջ հակազդեցություն Փաշինյանի գործընթացներին, այն հարցազրույցները, հոդվածները կամ ճեպազրույցներն ու հայտարարությունները դրանք բավարար չեն, որպեսզի կարողանան հակակշիռ կազմել Նիկոլ Փաշինյանի քայլերին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ըստ էության ինչ է անում, նա հիմա քիչ մասսայի հավաքում, թե շատ մասսայի հավաքում, բայց գործընթացը տանում է այնքան, մինչև մարդկանց աչքին դա դառնա սովորական։ Պահում է օրակարգում, այո, պահում է օրակարգում ու սարքում է դա սովորական։ Հիմա նայեք, առաջին պատարակը, որը մատուցվեց Ստեփան Ասատրյանի կողմից Հովնանավանքում, շատ ավելի մեծ աժիոտաժ առաջացրեց, ավելի մեծ աղմուկ, քան երկրորդը։ Երրորդը շատ ավելի քիչ։ Այն ասել է Թալին եմ գնալու իր Հա, ու նա աստիճանաբար դա սարքելու է սովորական, այսինքն մարդը քաղաքացու համար սովորական է լինելու, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատարակների մասնակցի օծված կամ կարգալույծ եղած քահանաների կողմից եւ այս հակազդեցության բացակայության արդյունքում իդեպ չկա նաեւ հասարակական լուրջ հակազդեցություն հասարակության կողմից, սակայն պետք է փաստենք, որ հասարակության ուղղորդողը պետք է լինեն քաղաքական ուժերը, հասարակությունը ինքնաբուխ, այդպես ասած, չի կարող հավաքվել ու գնալ ենթադրենք որևէ եկեղեցի ու արգելի Նիկոլ Փաշինյանի մուտքը տվյալ եկեղեցի։ Այսինքն նույն մեթոդով է շարժման, սովորական դարձեց, որ օրինակ Արցախը պետք է մերը չլինի, մի շարք այլ հարցերում դա անընդհատ ասաց եւ հիմա սա նույն սցենարով է, հա, դա մարդու աչքը սովորում է ականջից։ Մարդու ականջի համար արդեն սովորական է դարձել Կտրիչ Ներսիսյան անվանումը։ Մինչև գրեթե ենթադրում եմ մինչև այդ առաջ շոկային էր, մի անգամ լսենք շոկ էր առաջացման։ Նույնիսկ հասարակության երևի 90%-ը չգիտեր, որ Գարեգին բեի ավազանի անունը Կտրիչ է, իսկ հիմա դարձավ սովորական այդ կուսակրոնության ուխտի խախտման արծարծումը Նիկոլ Փաշինյանի հայհոյել է ուղիղ տեքստով, հայհոյում են, չէ՞ իրականում, հոգևորականներին, ինչ ասում են այդ կողմից, ԿՊ-ից սովորական բան է դարձել, կարծես թե։ Փաշինյանը հայհոյանքը բերեց քաղաքական բառապաշար եթերով, այսինքն եթե մի ժամանակ մարդը գալով եթեր փորձում էր զուսպ լինել, փորձում էր օգտագործել բացառապես եթերային բառապաշար, գրական բառապաշար եւ թույլ չտալ որևէ ժարգոնային արտահայտություն, Նիկոլ Փաշինյանը կոտրել է այդ ամենը, Նիկոլ Փաշինյանը եթերը վերածել է հայհոյանքի, գրեհկաբանության եւ ասենք իր մտքերը ոնց մտածում է, այդպես էլ արտահայտելու մի ինչ-որ հարթակի, որտեղ չի պահպանվում որևէ ցենզ։ Ինչ սпасել մոտ ապագայում այս թեման եթե ավարտենք, ինչ նկատի ունեմ, այսպես կոչված ինքը ասում է վճռական գործողությունների փուլ ենք մտել, Փաշինյանն է ասում։ Դա ինչ է ենթադրում, հարցը հանգուցալուծել օրինակ կաթողիկոսին կալանավորելով, չեմ հանրահավաք անելով Էջմիածնում, հաշվի առնելով մոտակա ընտրական փուլի բանը, ու մայրաթորի շրջափակում ունի այդ պրակտիկան, չէ՞, դատարաններ եւ այլն։ Թե այդուհանդերձ իշխանությունը դեռ հույս ունի, որ վեհափառը, այսպես ասեմ, կամովին կհեռանա եւ այլն, հանգուցալուծումը ո՞րը կլինի վերջացի։ Կարող է գործողությունների հանրագումար լինել։ Նայեք, օրինակ ձերբակալվեց Գարեգին Բ-ի եղբոր որդին եւ եղբայրը, այս պահին երբևէ մինչ այս պահը մեր մտքով չեր անցնի, որ կգա մի օր, որ մենք մի անգամից 3 սրբազաններ կտեսնենք կալանավայրում, բայց տեսանք ու դա նույնպես դարձավ սովորական։ Այ ողբերգությունը հասարակության համար կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը սարքում է շատ սովորական։ Հիմա շատ սովորական է, որ 3 սրբազան կալանավայրում է։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է թե շրջափակել մայրաթորը, թե մեծ հավաք կազմակերպել, ելի օգտագործելով վարչական ռեսուրսները եւ թե ձերբակալել ու կալանավորել վեհապարին։ Վերջի կետը չի առաջացնի են ձեր ասած այ գոնե դա չի առաջացնի քաղաքական ուժերի հասարակության ընդվզումը, այդ տրիգեր չէ։ Իսկ վեհապարի ձերբակալություն
Հռոմի պապի ձերբակալություն, տարեք զուգահեռներ, էլի չգիտեմ, այդ դա ինչ է կարծում։ Թե դա էլ է սովորական դառնա։ Դա էլ կարծում եմ կդառնա սովորական, ուղղակի կա մի հանգամանք, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ձերբակալի, կալանավորի վեհապարին, չկա մեխանիզմ, որ կարողանա նրան հեռացնել։ Նույնիսկ կալանավայրում վեհապարը կարող է շարունակել իր գահակալությունը եւ կոպիտ ասած կալանավայրը վերածվի մայր աթոռի, որովհետեւ մայր աթոռը այնտեղ է, որտեղ վեհապարն է, սակայն հուսանք, որ գոնե այդ կետում կառաջանա լուրջ ընդվզում, լուրջ համախմբում գոնե եկեղեցու շուրջ քաղաքական ուժերի կողմից։ Ես կարծում եմ քաղաքական ուժերը իրենք պետք է Նիկոլ Փաշինյանին որպես հակազդեցություն, օրինակը բերենք Հովնանավանքի վրա, օծված քահանայի ուղեկցությամբ նրանք գնային Հովնանավանք պատարակի։ Բախումներ, պարտադիր չէր, եթե ընդդիմությունը 2 ժամ շուտ գնար Հովնանավանք, որ Նիկոլ Փաշինյանը գնալու էր, այդ մասին գիտեինք օրեր առաջ, այնպես չի որ անակը զարթնեցինք, պարզվեց նա այնտեղ է։ Կարող էր ընդդիմությունը կազմակերպել եւ ինքը առաջինը սկսել այդ գործընթացը եւ եթե Նիկոլ Փաշինյանը գար այնուամենայնիվ, ապա եթե ու Աստված մի արասի առաջանար բախում, ապա այդ ամենի թե քաղաքական, թե իրավական պատասխանատվությունը կրելու էր Նիկոլ Փաշինյանը։ Սակայն իմ մոտ տպավորություն է, որ այնուամենայնիվ ընդդիմությունը նախաձեռնությունը զիջել է, համենայն դեպս հանդես չի բերում որևէ քաղաքական ակտիվ գործունեություն, որևէ նախաձեռնություն եւ ես օրակարգը զիջել է եւ Աստված մի արասցե տպավորություն է, որ այնուամենայնիվ ընդդիմությունը ինչ որ մի առումով համակերպվել է այն մտքի հետ, որ 2026 թվականին Փաշինյանը վերարտադրվելու է եւ պայքարը ընթանում է մնացյալ տեղերի համար։ Տպավորությունն է այդպեսին։ Այ գանք դրան 21-ին Փաշինյանին հեռացնելու կոչերով խորհրդարան մտած ընդդիմությունը ու այս պայդրությամբ գոնե ձախողել է, եւ այդ ինչը որ խոստացել էր, իրենք էլ են իդեպ ընդունում ու այս տաղավարումներ են ընդունել, որ այդպես է, չենք կարողացել, այդ խնդիրը լուծել, ասում են։ Այ ինչը կատարում այդ հատվածում ընդդիմադիր, արդյոք մեծ մասը պատրաստվում է ընտրությունների ձեր տպավորությամբ, ինչի են պատրաստվում։ Խորհրդարանականը եւ նորաստեղծները։ Այո, մեծ մասը իմ տպավորությամբ, մեծ մասը ոչ միայն այսօր, դեռ մի քանի ամիս առաջ սկսած պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, համենայն դեպս քաղաքական գործընթացներ չկան, բացառությամբ իմպիչմենտի, այլ գործընթաց չկա, որը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ ընդդիմությունը գնում է ոչ թե ընտրությունների, այլ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Հիմա բոլորը հիմնականում բոլորը դիրքավորվել են նախընտրական այդ տրամաբանության շրջանակներում եւ նպատակը տեսնում են խորհրդարանում անցնելը, հաղթահարելը շեմը։ Ես էլ եմ ասում, ցավալի է այդ բանը փաստելը, սակայն քաղաքական ուժերի ներկա պասիվությունը ինքն է բերում այն եզրահանգմանը, որ պարզապես խնդիր է դրված հաղթահարել անցողիկ շեմը, այնուհետև ինչ լինում է ցույց կտա ապագան։ Այսինքն դա ուղիղ հարց տամ, ընտրություններին այսինքն մասնակցելու մասին ասած կամ ակնարկած ուժերը, ճիշտ եմ դες հասկանում, որ ոչ թե տրամադրված են մեծամասամբ իշխանություն վերցնել, այլ ազգային ժողով դառնալ համար 1 ընդդիմություն, ճիշտ եմ հասկանում։ Այո, մեծամասամբ ընդդիմության հայտարարությունները ու пассив գործողությունները, пассив ընթացքը քաղաքական բերում է այն եզրահանգման, որ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման որպես թիվ 1 օրակարգ այսօր ընդամենը գտնվում է հռետորաբանության մակարդակում, բայց ոչ գործնականում չի երևում այդ քայլերը, ելի եմ շեշտում, բացառությամբ իմպիչմենտի, որը գուցե հնարավորություն կտար Նիկոլ Փաշինյանին հեռացնել, հնարավորություն կտար ազգային ժողովում սկսել քաղաքական գործընթաց, միաժամանակ փողոցում գեներացնել լուրջ հասարակական կոնսոլիդացիա, լուրջ հասարակական պայքար։ Եթե այդ մի բաղադրիչը հանենք, մնացած որևէ գործունեություն ցույց չի տալիս, որ սլակները ուղղված են առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Այսօր եւ այդ վստահաբար կարող եմ ասել, որ տեղի են ունենում տարբեր կոնսուլտացիաներ, տարբեր քննարկումներ ընդդիմադիր ուժերի մեջ, բայց այդ ամենը միտված են խորհրդարանական ընտրություններին։ Եթե այդպես չլիներ, ապա ես չեմ կարծում, որ եկեղեցուց բացի այս պահի դրությամբ նախկինում մենք ունեցանք Արցախի կորուստ, Հայաստանի տարածքային կորուստներ եւ այլն, այսօր եկեղեցին պետք է լիներ այն մերանը, որը կհամախմբեր ողջ ընդդիմադիր դաշտի եւ անկախ տվյալ դաշտում եղած քաղաքական տարաձայնություններից կարող էր համախմբել եւ ուղղորդել դեպի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Նույնիսկ պարտադիր չէր այդ ժամանակ եկեղեցին ինչ-որ ակտիվ մասնակցություն ունենար քաղաքական գործընթացներում, որպեսզի նրան չմեղադրեին քաղաքական
դիրքորոշում ունենալու մեջ, այո, սահմանա։ Թեպետ ես ասեմ, որ հոգևորականին սահմանադրորեն արգելված չէ քաղաքականությամբ զբաղվելը, այո, նա Հայաստանի քաղաքացի է, հակառակ տրամաբանությամբ թող արգելեն նույնիսկ ընտրություններին մասնակցել։ Բայց նույնիսկ այդ վտանգը չեզոքացնելու համար եկեղեցին կարող էր կատարել իր դերը դուրս գար ժողովրդի հետ շփվել, նույն վեհափառը ժողովրդի հետ շփվել, այցելել մարզեր, գյուղեր, բնակավայրեր, հանդիպել մարդկանց հետ, պարզապես իր գործն է, հոտն է։ Այո, պարզապես օրհնել մարդկանց, ուղղակի օրհնել, ուրիշ ոչ մի բան չաներ, մտներ գյուղեր եւ մարդկանց օրհնել։ Իսկ քաղաքական ուժերը կոնսոլիդացվեին եկեղեցու գաղափարի շուրջ, գիտեք, մեզանում կա, այսպես ասած, արդարացման արտահայտություն, որ կարևորը անձեր ինստիտուտն է, այլ ոչ անձերը։ Մենք մեկ-մեկ դա բերում ենք այդ արտահայտությունը մեր անգործությունը արդարացնելու համար, որ կարևորը Գարեգինի անձը, չէ, կարևորը ինստիտուտն է։ Բայց երբեմն այդ ամենը նույնանում է եկեղեցին նաև։ Իհարկե, շատ ժամանակ ինստիտուտն ու անձը նույնանում են եւ պետք է պայքարել այո եւ հենց անձի համար։ Չպետք է հայտարարել ինստիտուտ եւ այլն, նման պրոտոկոլային ոչինչ չասող արտահայտություններ պետք չէ ասել։ Պետք է ասել այո, մենք կանգնում ենք վեհապարի կողքը, այո, մենք կանգնում ենք սրբազանների կողքը, որոնք այս պահին ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին եւ այդ մերանի շուրջ համախմբվելով պայքարը ուղղորդել դեպի Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Բայց մենք դա չենք տեսնում։ Պարոն կապիտան, արդյոք Հայաստանում բնականաբար հնչացած է, Հայաստանում արդյոք դասական քաղաքական պայքարի միջավայր, ասեք Փաշինյանն էլ դասական քաղաքական հակառակորդ չէ, որ նույն ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով արդեն 7 տարի կամ 5 տարի խոսում է պետականություն կորցնելու վտանգի մասին, ոչ թե սովորական Բելգիան չի, էլի, այս պայմաններում, այս հաշվի առնելով արդյոք հնարավոր է հեռացնել Փաշինյանին ընտրական ճանապարհով։ Ինչի վրա է ընդդիմության հույսը այս պարագայում։ Դուք տեսնում եք հնարավորություն, եկել ենք ընտրությունների, ասել ենք։ Համաձայն եմ ձեզ հետ, որ Հայաստանում չի ընթանում դասական քաղաքական գործընթաց։ Հայաստանում կա լինել եւ չլինելու խնդիր, որովհետեւ մենք կարող ենք, եթե ոչ կորցնենք պետականությունը բարիս բուն իմաստով, ինչպես որ ընկալվում է, այլ դառնանք ամբողջովին թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման վերածվենք։ Ընդդիմությունն էլ է դա ասում, նայեք, դա ասում է, բայց գործում է դասականի ճանապարհով, ասում է ապոկալիպտիկ սցենար, բայց վարվում է Նիդերլանդների նման, չգիտեմ։ Հաշվի առնենք մի հանգամանք եւս, որ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ որը ոչինչի արժև նա կանգ չի առնելու, ոչինչի արժև նա ունակ է կալանավորել վերջին օրերին ընդդիմադիր լիդերներին, որոնք հնարավորություն կունենան հաղթել նրան, ապացուցել է, որ նա դա կարող է անել ու կանի։ Նա պատրաստ է պարզապես ոստիկանական մահակով ջարդուփշուր անել ժողովրդին, ջարդուփշուր անել ընտրատեղամասերը, նա չի խորշի անգամ ընտրակաշառքից։ Եկեք ձեզ մի բան հիշեցնեմ, ժամանակին, երբ ելք դաշինքով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր մասնակցել Երևանի համայնքի ղեկավարի ընտրություններին, նա բառացիորեն հայտարարում էր հետևյալը. ժողովուրդ, ընտրեք մեզ, ընտրություններից հետո, երբ որ մենք հաղթենք, եկեք քաղաքապետարան եւ ձեր գումարները վերցրեք։ Այդ միտքը գեներացրեց նաեւ Լենա Նազարյանը եթերով, ինչը ապացույց է, որ Նիկոլ Փաշինյանը չի խորշի նաեւ ընտրակաշառքից, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի խորշի որևէ մի այնպիսի գործողությունից, որը քիչ թե շատ կապահովի նրա վերարտադրվելու հնարավորությունը։ Էլ չասած, որ նա վայելում է Էրդողանի եւ Ալիևի աջակցությունը տվյալ հարցում, որոնք անմիջական ներգրավվածություն ունեն Հայաստանի ներքաղաքական օրակարգի ձևավորման հարցում։ Այսինքն ընտրություններով հաղթելը կամ անհնար է ձեր կարծիքով, կամ հավանականությունը մոտենում է 0-ի, ճիշտ եմ հասկանում։ Անհնար չէ, չեմ ասում անհնար է, բայց նման ընթացքի պայմաններում, այսօրվա պայմաններում Նիկոլ Փաշինյանին պարզապես ընտրություններով հաղթելը իրատեսական չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթեն ընտրություններով, ընդդիմությունը պետք է միասնաբար մի ճակատով գնա ընտրությունների եւ ոչ թե այդ ընտրություններին վերաբերի սոսկ որպես քաղաքական գործընթացի, որի հանրագումարը լինելու է ընդամենը ընտրությունների օրը, ոչ, ընտրությունների օրը որոշված է լինելու ամեն ինչ։ Ընտրությունների Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը պետք է հաղթի նախքան ընտրությունները։ Դա պետք է լինի դռնեդուռ աշխատելով, յուրաքանչյուր բակ մտնելով, յուրաքանչյուր դուռ ծեծելով, յուրաքանչյուր քաղաքացու հանդիպելով, եթե նրան հանում են դռնից, պետք է մտնի պատուհանից, բայց մենք ինչ ենք տեսնում մեծամասամբ այսօր, հարցազրույցներ
ճեպազրույցներ եւ վերջ։ Ես մշտապես մեկ էլ իրար խփել։ Գնդակահարել։ Ես նույն ճակերտավոր էլի հարաբերական առումով ես մշտապես ասում եմ, որ քաղաքական գործունեության թիվ 1 բաղադրիչը ոչ թե հարցազրույցն է կամ ճեպազրույցը, այլ քայլը, գործողությունը, մնացյալը ընդամենը բաղադրիչներն են քաղաքական գործունեության, բայց երբ որ քաղաքական գործիչը սահմանափակվում է միայն ու միայն հարցազրույց կամ հոդված գրելով կամ ճեպազրույց տալով, նա քաղաքական տիրույթից տեղափոխվում է քաղաքագիտական տիրույթ։ Միասնական ճակատ ասելով ի՞նչ նկատի ունեք, ֆիզիկական միացում ու դաշինքով մեկ գնալ, թե տարաբաժանված գնալ խորհրդարան ու ինչպես իրենք են ընդդիմադիրները շատ ասում, չեն չբացառելով, որ Գյումրիին նմանվող մի բան կանեն, այդ սցենար որն է ճիշտ է, եւ դա ընդհանրապես հավանական համարում եք այսօրվա Հայաստանում այդ Գյումրին համապետական մասշտաբով անել։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Գյումրու նույն սցենարը կարող է գործել համապետական ընտրությունների ժամանակ, որովհետև համապետականի ժամանակ չի բացառվում խորհրդարան անցնեն այնպես դա նախցույց պարզ կլինի մոտակա ժամանակահատվածում չի բացառվում, որ խորհրդարան անցնեն այնպիսի ուժեր, որոնք երկուսն էլ թվացial լինելով կամ երեքը, չգիտեմ, ընդդիմադիր, այնուամենայնիվ նրանց չհաջողվի խորհրդարանում ձևավորել այն կոնսոլիդացիան, որը ի վերջո կբերի Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Այսինքն ձայները չերիքի, թե իրենք չեն կարողանա համաձայնել իրենք չկարողանան համաձայնության գալ այդ մեկ օրակարգի շուրջ։ Ես իրականում ունեմ նման մտավախություն, որովհետև նման բան տեղի ունեցավ նաև Երևանի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, երբ որ թվացial հաղթահարեց ընդդիմությունը, ավելի շուտ թվացial ընդդիմությունը ավելի շատ ձայն ունեցավ, քան ԿՊ-ն, սակայն այնուամենայնիվ այո քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ինչ որ ուժից մարդ տարան, այսինքն հիմա դուք այս դաշտում արկա ուժերում էլ դեռ չեք տեսնում, հա, վստահություն այնտեղից էլ մարդ չտան։ Նախ պետք է ամբողջովին մեկի տեխնատուին սատարեն բոլորը։ Նախ դեռևս հայտնի չէ թե ովքեր են մասնակցելու ամբողջովին այդ պատկերը դեռևս չկա, ովքեր են մասնակցելու ընտրություններին, ինչ մարտավարությամբ են, ինչ դաշինքներով, ինչ համագործակցությամբ են մասնակցելու ընտրություններին, կան տարբեր հայտարարություններ, որ մասնակցելու ենք տարբեր ուժերի կողմից, սակայն ընդհանուր պատկերը դեռևս բացի հանրապետականից համարյա բոլորը չեն հերքում, որ մասնակցելու են, այդ դուրս գալիս։ Դեռ հանրապետականն է մնացել, որ ասում է։ Այո, բոլորը, եթե բոլորը մասնակցեն ընտրություններին, իրենց հայտարարած այդ իրենց հայտարարությունը եթե համարենք վերջնաարդյունք եւ բոլորը այդպես հախուռն մասնակցեն ընտրությունների, ինչպես այսօր է, այսօր կարծես թե չի երևում այդ համագործակցությունների եզրը համենայն դեպս այնքան թույլ է, որ չկա դեռևս հստակ ձևավորված միություններ, որ ահա այս 3-4 ուժը միավորված գնալու են ընտրության։ Եթե այսպես հախուռն մասնակցեն, դա միանշանակ գաղափարի մասին չէ միավորումը, ոչ թե ֆիզիկական միավորում։ 3-4 ուժ նույն գաղափարով են գնում, բայց առանձին։ Գիտեք, գաղափարը Փաշինյանի հեռացում։ Այո, գաղափարը մեկը պետք է լինի այսօր։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանի հեռացումը չեղավ թիվ 1 գաղափարը, որի շուրջ պետք է կոնսոլիդացվեն ընտրությունների գնալուց, մնացյալ օրակարգերը կեղծ են լինելու, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրել, ընդդիմության որևէ գաղափար այլևս չի աշխատելու։ 21-ը կլինի, չի աշխատելու։ Դրանից հետո ընտրական գործընթացները կարծում եմ արդեն անհաջողություն կկրեն, այնպես ինչպես անհաջողություն կրեցին 21 թվականի հետընտրական գործընթացները։ Այսինքն ամեն ինչ պետք է որոշվի, լուծվի մինչև ընտրություններ։ Ընտրություններից հետո կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրություններից հետո գնացքը գնացած է լինում եւ դեռևս չի եղել դեպք, որ ընդդիմությանը հաջողվի հետընտրական գործընթացներով չեղյալ համարել արդեն կայացած 96-ից մինչև այսօր երբևէ դեպք չի եղել, որպեսզի հետընտրական գործընթացները ընդդիմությանը հաջողության բերեն ու Առավելագույնը երկրորդ փուլը եղել, էնել էլի, Քոչյանի չի եղել դեպք, որովհետև Հայաստանում եթե դու իշխանություն ես, բնականաբար տիրապետում ես թե ոստիկանական, թե դատական, թե բոլոր լծակներին եւ դու լինելով արդեն վերածվելով արևելյան տիպի բռնապետի, այլևս քեզ չեն կարող հեռացնել այդ զբաղեցրած պաշտոնից։ Ճիշտ հասկացած ես, պարոն Կարապետյան, որ գաղափար դեռ միասնական ասելով որ չկա, այսինքն դուք դեռ
վստահ չեք կամ չեք լսել, որ բոլորն էլ թիվ 1 նպատակ են դրել Փաշինյանի հեռացում։ Դեռ բոլորից չեք լսել։ Հայտարարությունները կա, սակայն այլ բան է հայտարարությունը, այլ բան է գործընթացը, այլ բան է խոսքը, այլ բան է քայլը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ինքը բազմաթիվ անգամ ընդդիմությանը ճակերտավոր ասած նվերներ է մատուցում գործընթաց սկսելու համար։ Ասեց արեք հեղափոխությունները քանի անգամ Ղարաբաղի եւ Արցախի հարցում ընդհանրապես երեսպաշտություն է անում, որովհետեւ ցանկացած ընդդիմության գործողությանը նա հակազդելու է ամբողջ ոստիկանական համակարգը, բայց դա չպետք է հետ պահի ընդդիմությանը, եթե ի վերջո մտնում ես ջուրը թրջվելուց չպետք է վախենաս։ Եթե դու հայտարարում ես, որ Հայաստանը լինել չլինելու հարց է, ապա ոստիկանական մահակի հարվածից չպետք է վախենաս, կալանավորումից չպետք է վախենաս։ Ուզում ասեմ Նիկոլ Փաշինյանի այդ նվերները, որը նա մատուցում է ընդդիմությունը չի օգտագործում դրանք եւ թույլ է տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հասնի իր այն նպատակին, որը նա դրել է տվյալ պահին, որովհետեւ շատ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաջողում է ոչ թե նրա համար, որ ինքը այնքան զորեղ է, որ մեր խոսակցական բառապաշարով ասած իր դեմ խաղ չկա, այլ պարզապես չի լինում որևէ հակազդեցություն, էլ եմ ասում։ Այն կողմն է ավելի թույլ, ավելի թույլ ճակերտավոր կամ զիջել նախաձեռնությունը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է տոնել իր Պյուրոսյան հաղթանակը, նույնն էլ եմ ասում Հովնանավանքում, նա երկրորդ արդեն անընդմեջ պատարակն է անում եւ մենք բոլորը շատ լավ գիտակցում ենք, որ նրա այդ կեղծ պատարակները հանգեցնելու են նրան, որ հասարակության կողմից դա արդեն դառնա սովորական եւ չի բացառում արդեն սովորական մարդիկ գնան Ստեփան Ասատրյանի մոտ, չգիտեմ, ձեռքը համբուրեն կամ ձեռքը վերցնեն դնեն գլխին, բայց դրա մեղավորը էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանն է իհարկե առաջին հերթին, բայց նաեւ ընդդիմության անգործությունը, որովհետեւ միայն հարցազրույցները բավարար չեն կասեցնելու նրա այս չարաբաստիկ ընթացքը։ Այդ գործելու մասին մի հարց էլ, impeachment զուգացված փողոցային պայքարով։ Արդյոք սա դեռ արդիական է, հաշվի առնելով արդեն ժամանակային, ու հնարավոր է այս սցենարը տեսնելով թե ինչ մոտեցումներ ունեն հիմնական ընդդիմադիր դերակատարները, օրինակ Դավիթ Համբարձումյանին կալանավորել այս կոնտեքստում նշանակում է, որ իշխանությունները այս առումով վախեր ունեն։ Այսինքն իրենք ավելի շատ են վախենում, որ կա նման կարող է լինել նման բան, քան այն կողմը գործում է։ Արդիական է այս սցենարը։ Ախ իշխանությունները սա առաջին դեպքը չի, որ կալանավորում են ընդդիմադիր համայնքապետին։ Նայեք, յուրաքանչյուր համայնքում, որտեղ հաղթել է ընդդիմությունը, այդ բոլոր համայնքներում ընդդիմադիր տեխնաց արդեն հաղթած ընդդիմադիրը ունեցել է խնդիրներ Ալավերդի, Վանաձոր, Գյումրի, Մասիսում իհարկե երկու հանգամանք դեր խաղաց։ Մեկը այն, որ Դավիթ Համբարձումյանը լինելով ընդդիմադիր տեխնացու նաև ապացուցեց, որ ինքը կայուն է, պինդ է ու հաստատակամ, երկրորդը նաև այո, impeachment-ի գործընթացը նույնպես դեր խաղաց, որպեսզի Դավիթ Համբարձումյանին կալանավորեն մի բանի համար, որը նրան վերագրվում է իբր արել է մի 7 տարի առաջ, հատկապես այնպիսի մի բան չէր արել, եթե հավատանք իշխանական իհարկե քարոզչությանը եւ ենթադրենք խոչընդոտել է, դրա համար մարդուն 6 տարի ու 3, չէ, եթե չեմ սխալվում, 3, հա, 6 տարի 3 ամիս ժամկետով չեն կալանավորում։ Բայց impeachment-ը կարող էր արդիական լինել, եթե մենք տեսնենք գործողություններ։ Այսինքն Հայաստան դաշինքը միացավ, չէ՞, իստորակ, դրան պետք է հաջորդի գործողություններ, պետք է փորձեն, ես վստահ եմ, որ եթե լավ աշխատեն, ապա ԿՊ-ից նույնպես հնարավոր է որոշ падգամավորներ բերեն, այո, հնարավոր է, ինչու չեմ բացառում, որովհետև ԿՊ-ականների մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ գիտակցում են, որ նրանք պարզապես գործիք են Նիկոլ Փաշինյանի ձեռքին եւ Նիկոլ Փաշինյանը իրենց կտրորի ճիշտ այնպես, ինչպես տրորեց օրինակ Հովիկ Աղազարյանին կամ Հակոբ Ասլանյանին։ Ինչ եղավ Հակոբ Ասլանյանի հետ, ընդամենը ասաց, որ չի հավատում Աղազարյանին ներկայացված մեղադրանքներին, հետո ներողություններ խնդրել, հետո փորձում էր հետ գալ, բայց այլևս նրան հնարավորություն չտվեցին, չէ՞։ Այդ Փաշինյանական մահակը կախված է յուրաքանչյուր ԿՊ-ականի գլխին եւ չի բացառում, որ նրանք հանձինս այդ գործընթացի տեսնեին փրկվելու առիթ։ Իրենց սեփակլավ են հանուն պետության, այդ ամենը մի կողմ դնենք, որովհետեւ հանուն պետության արդեն այնքան գծեր են սահմաններ են խախտվել, որ դեռևս վաղուց պետք է հետ գային, բայց գոնե հանուն իրենց մաշկի փրկության կարող են իդեմս impeachment-ի տեսնել այդ հնարավորությունը։
Զուգահեռ պետք է փողոցում տեղի ունենար լայն կոնսոլիդացիա հասարակության եւ բուրըն եթե չեն հանում իրենց աջակիցներին փողոց այդ կոչով, տարբեր կոչերով կարող է հանեն, ասենք։ Այո։ Բանտարկյալների եւ այլ տարբեր բաներ ասում են պաշտպան, բայց օրինակ ինչու ամեն մեկը իր մի 5000 հանի, չգիտեմ, դաշնակցությունը 10000 M+, բայց հենց այդ կոչով ու գան ազգային ժողով, այդ ինչու չեն անում։ Կարող եմ բերելունը դեռ ստվերային կատարվում է բերելու գործը, բայց ես կարող եմ ենթադրել կամ երկու տարբերակ, կամ ինչպես դուք եք ասում, ստվերային դերևս աշխատանք է ընթանում, որ հնարավոր է այնուամենայնիվ առանց ճշմարիտ մարդկանց տեսնենք, որովհետև եթե հասարակությունը տեսնի, որ ազգային ժողովում իրոք քաղաքական գործընթաց է սկսվել, որը հնարավոր է բերի Փաշինյանի հեռացմանը, գուցե ինքը նույնպես փողոցում ավելի աշխուժանա։ Երկրորդ պատճառը կարող է լինել ինչպես Փաշինյանն արեց մայիսին 18-ին, բերել ժողովրդին ազգային ժողովի բակ ու ճնշում գործադրել, այս տարբերակ ինչու չեն փորձում գոնե։ Երկրորդ տարբերակը կարող է լինել այն, որ հնարավոր է իրական միավորում այնուամենայնիվ չկա քաղաքական ուժերի մեջ, դա նույնպես չի բացառվում։ Ստորագրություններ պետք խնդրեմ, ստորագրությունը ու վերջ, դրանով ամեն ինչ ավարտվի, այսինքն ստեղծվի տպավորություն, որ մենք արեցինք այն ինչ որ մեզնից հասնում էր, մնացածը դուք արեք ոնց կարող եք։ Դա եթե այդ տարբերակն է, ապա իրական միասնություն չկա, գոյություն չունի, կա ընդամենը ֆիկցիա միավորման։ Իսկ դրա համար հուսանք, որ այնուամենայնիվ թեպետ քիչ ժամանակահատված է մնացել, հունիսին ընտրություններն է, սակայն նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր է հասնել Փաշինյանի հեռացմանը մինչև ազգային ժողովի ընտրությունները։ Խանգարում մեկ անգամ փորձել չեմ, ուղղակի տրամաբանություն չեմ հասկանում։ Ասենք փորձել լավ ձախողվել, որ փորձեցի ձախողվեցի, դրանից ինչ կլինի, հեղինակությունը կընկնի, ինչ կլինի, այդ ինչ խանգարում։ Թե մտածում են որտեղ ոչ ոք դեռ որևէ ուժ չի դուրս եկել ու ասել էս ինչ տեխնացու եք դրել, ով է Դավիթ Համբարձում, չեն քննադատ այդ մարդու։ Որսենք խնդիրը ինքն է, էլի, ասենք։ Եթե նման խնդիր լինի, թող փոխեն տեխնացուին։ Անկամ հա չի եղել, առաջարկել չի եղել, որ փոխեք, հարց չկա, դա չի եղել։ Չի եղել, որևէ ասենք առաջարկ չի եղել, ընդհանրապես ստորագրությունները տրվեց, բայց մի հատ այստեղ հետաքրքիր նյուանս կա քաղաքական, շատ կարևոր, եթե դու ստորագրությամբ միանում ես որևէ գործընթացի, դու այլևս դառնում ես այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը եւ հետեւաբար չպետք է ստորագրությունը տալ, ասել դե վերցրու, դու էլ գնա այն երկուսին էլ դե բեր։ Դու նույնպես պետք է ջանք գործադրես, որպեսզի անհրաժեշտ թվով падգամավորներին կարողանաս բերել, որովհետեւ միանալ ստորագրությանը արդեն դառնում ես համահեղինակ տվյալ գործընթացին։ Իսկ եթե դու վիժեցնում ես այդ գործընթացը եւ առհասարակ կապ չունի, դու ես վիժեցնում, թե գործընթացը ինքն իրենով է տապալվում, եթե տապալվում է գործընթացը որևէ քաղաքական, ապա դա հանրության մոտ բերում է հերթական հիասթափության, հերթական յուրաքանչյուր տապալում քաղաքական գործընթացի, որը նախաձեռնում է ընդդիմությունը, դա հանգեցնում է հասարակության հերթական հիասթափությանը, ինչը ծառայում է կամա թե ակամա ծառայում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև գոյություն ունի քաղաքական պարզ այբուբեն։ Քաղաքականությունը նույնպես երբեմն ճշգրիտ գիտության նման է, եթե երկու ընդդիմադիր ուժեր բախվում են իրար կամ երեք, դրանից օգտվում է իշխանությունը։ Իսկ փորձել ձախողվելը ավելի լավ է փորձել ու ձախողվել, քան չանել ու ձախողվել, ճիշտ եմ հասկանում։ Այո, ավելի լավ է փորձել ու ձախողվել, որովհետև գիտեք ինչ, դու պետք է մշտապես քայլեր անես, մշտապես անդադար ընդդիմությունը ունի մեկ գործառույթ, ոչ թե գնա ազգային ժողովում քննարկի, թե մեղրու, չգիտեմ, մաքսակետում զուգարանը լավն էր, վատն էր, կամ չգիտեմ, ասֆալտը ճիշտ է, անորակա սխալ է, դա չի ընդդիմության խորհրդարանական գլխավոր գործառույթը այսօր։ Ու առհասարակ ոչ միայն խորհրդարանական, ընդհանրապես ընդդիմության գործառույթը իշխանության աշխատանքներում թերացումներ գտնելը չէ։ Այսօրվա Հայաստանի մասին ենք խոսում, այսօրվա մասին է։ Դասական տարբերակով հենց դա է։ Կարող է ասֆալտի որակով էլ հասնես իշխանափոխության։ Խոսքս այսօրվա Հայաստանի մասին է, պետք է լինի ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ շեշտադրումը այո սոցիալական խնդիրները նույնպես չպետք է անտեսես, պետք է
ուղղակի այդ ամենը ներկայացնես մի ընդհանուր փաթեթով, որպեսզի քաղաքացին տեսնի ոչ միայն վտանգված է իր ազգային խնդիրները, այլ վտանգված է վտանգված են նաև սոցիալական հարցերը, հասարակական խնդիրները, այսինքն պետք է ապացուցես, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին պրավալ է գնացել, ամբողջովին տապալվել է թե արտաքին, թե ներքաղաքական եւ թե սոցիալական հարցերում, ու դու դա պետք է անես մշտապես, եթե դու 10 անգամ անես 10 անգամ ձախողվես, միանշանակ 11-րդ հասնելու ես հաջողության, բայց եթե դու ոչինչ չանես, չես հասնելու հաջողության, բացառված է հաջողության հասնելու տիպ 1 գրավականը քայլ անելն է, գործելն է։ Վերջին հարցը, արտաքին ազդեցություն արդյոք կա ներքաղաքական կյանքում հիմա, այսինքն որքանով դա որոշիչ կլինի ընտրական կամ ոչ ընտրական process-ներում, մինչ ընտրական։ Թե այդուհանդերձ դրսի բոլոր ուժերին, ինչպես ընդունված ասել, Փաշինյանը շարունակում է ձեռնտու լինել եւ դրսի ուժերը հաշվի կնստեն Հայաստանում ով էլ գա իշխանության ցանկացածի հետ, այսինքն իրենք հիմա պրոակտիվ են թե պրոակտիվ չեն, կա այդ դաբրո եւ այլն հնից եկած պատկերացումները, դեր խաղալու է դա, չգիտեմ, Կրեմլը, Վաշինգտոնը, Բրյուսելը, Թուրքիան, Ադրբեջանը, ում ուզում եք ասեք։ Միանշանակ դեր խաղալու է եւ եկեք մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, որ այսօր իսկ այդ դրսի ուժերի աշխատանքը երևում է, նայեք, Նիկոլ Փաշինյանը որ դաշտում է երևում ներքաղաքական։ Չէ, իշխանական թե ընդդիմության վրա, այդ է հետաքրքիր։ Չէ, հասարակության վրա ազդելու համատեքստում եմ ասում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում նախաստորագրված ԱԳ նախարարների մակարդակով այդ խաղաղության համաձայնագիրը ներկայացնում է որպես խաղաղության վերջնաարդյունք, որպես փաստ, որպես դարաշրջան։ Թեպետ Ալիևը խոսքով վերջերս հերքեց այն առումով, որ հրաժարվեց Երևան գալուց, մատնանշել է, որ դեռևս գոյություն չունի խաղաղության պայմանագիր։ Փոխեք, կնքենք, հետո կգամ եւ այլն կամ տեսնենք։ Այո, սակայն Ալիևը ինչով է նպաստում Նիկոլ Փաշինյանի այդ խաղաղության դարաշրջանում մեր ապրելու այդ գաղափարին։ Բավական է ընդամենը 1 կրակոց սահմանին, 1 կրակոց, ու դա կարող է լինել ոչ թիրախային, պարզապես մի հարբած ադրբեջանցի զինվոր ուղակի կրակի օդ։ Եվ Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ մատուցած ճակերտավոր դարաշրջանը հոդս կցնդի։ Սակայն մենք տեսնում ենք քար լռություն Ադրբեջանի կողմից սահմաններում։ Դա չի նշանակում, որ իրոք մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Դա նշանակում է, որ այդ կրակոցները չեն լինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հանրությանը հրամցնել, որ այո, իրականում կա խաղաղություն։ Սակայն մենք գուցե միանգամայն այլ պատկերի հանդիպենք արդեն ընտրություններից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որովհետև նա դեռևս պետք է կատարի այն բոլոր պարտավորությունները, որը ստանձնել է Ալիևի առաջ։ Յուրաքանչյուր ուշացում կարող է զուգորդվել թեթև թեկուզ, բայց ինչ-որ սահմանային էսկալացիաներով եւ այլն եւ այլն։ Աջակցությունի օրինակ Ադրբեջանից ունի աջակցություն ձեր կարծիքով Մոսկվայից, Վաշինգտոնից, թե ընդդիմությունն ունի։ Ընդդիմությունն ունի ինչ-որ աջակցություն։ Իշխանությունը միայն Ադրբեջանով է ու վերջ։ Չէ, ընդդիմություն է, ներողություն, իշխանությունը միայն Ադրբեջանով չէ, պայմանավորված է նաեւ Թուրքիայով, իշխանությանը նաեւ աջակցում է Արևմուտքը, գուցե նաև Ռուսաստանը, նայեք, Ռուսաստանի կողմից մեկընդմեջ հնչում են կոշտ դիրքորոշումներ, մեկընդմեջ ինչ-որ քայլեր են տնտեսական առումով կարծես նշмарվում, սակայն եթե հաշվի առնենք Պուտին-Փաշինյան այս վերջին հանդիպումը, երբ որ միմյանց երթվում էին, որ մենք այնուամենայնիվ դարավոր բարեկամության ինչ-որ բաներ ունենք, ստորագրվեցին համագործակցության խորացում էներգետիկայի ոլորտում եւ այլն, ապա ակնհայտ է, որ այս պայդրությամբ Մոսկվայի կողմից ակնհայտ ճնշում Նիկոլ Փաշինյանի վրա չկա։ Եթե չեն աջակցում, չեն ճնշում, այսպես ասենք, հա։ Ընդհանրապես Ռուսաստանը տարիներով մշտապես փորձել է ձևավորել Հայաստանում այնպիսի քաղաքական դաշտ, որ թե իշխանությունը իրեն ձեռնտու լինի, թե ընդդիմությունը եւ հնարավոր իշխանափոխության դեպքում նա առանձնապես շատ չտուժի։ Դա այդպես է։ Հիմա այդպես է եւ 26-ին էլ են ուզում այդպես լինի։ Այո, ես չեմ կարծում, որ որքան էլ նայեք Ալեն Սիմոնյան կամ չգիտեմ են, որ վերջերս պարգևատրվել էր նախագահի կողմից են ԱԳ փոխնախարարը։ Հա, որքան էլ ասենք մեկընդմեջ
կոշտ հայտարարություններ հնչեցնեն Ռուսաստանի հասցեին եւ այլն, կարծում եմ դա քաղաքական բլեֆ է, որովհետեւ իմ կարծիքով այս պահի դրությամբ խորը այսպես տարաձայնություն Ռուսաստանի եւ Հայաստանի նկատի ունեն Պուտինի եւ Փաշինյանի մեջ գոյություն չունի եւ Փաշինյանը պարզապես փորձում է բլեֆի գնալ օգտագործելով հասարակության մոտ արկա այն պրո-արևմտյան տրամադրությունները, որոնք սրվել են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Ավելի հակառուսական ոչ պրոարևմտյան։ Ճիշտ է, որովհետև դասական առումով Հայաստանում արևմտամետներ չկան, կան հակառուսներ եւ նա փորձում է այդ տրամադրությունները ծառայեցնել իրեն, օգտագործել վերարտադրվելու համար, սակայն խորը հակասություն Պուտինի եւ Փաշինյանի մեջ պարզապես գոյություն չունի, համենայն դեպս այս պահին նման բան գոյություն չունի։ Մի փոքր ճշտումով ավարտենք, որ ասիկ Ռուսաստանը նախկինում էլ արել է 21-ներ Ինչ է կարծում Ռուսաստանը ցանկություն ու ներուժ ընդհանրապես ունի եւ ամենակարևորը ներուժ, որ 26-ի այդ տախտակի վրա էլ նույն դասավորությունը ստանա ձեռնտու իշխանություն, ձեռնտու ընդդիմ, այսինքն ոչ երկու կողմից էլ էլի որ ասում եք լինի իր ուզածը։ Կարծում եմ, եթե նրան հաջողվի նման բան իրականացնել, այդքան էլ մեծ օգուտ չէ, որովհետեւ բացակայելու են հակակշիռները միմյանց նկատմամբ։ Կարծում եմ պետության կողմից նաև ներքաղաքական առումով պետք է ուժերի այնպիսի հարաբերակցություն դասավորվի, որպեսզի բոլոր ճակատներով հնարավոր լինի ամենը օգտագործել իշա Հայաստանի, բայց եթե ձևավորվի ամբողջովին պրոռուսական կամ Ռուսներին ձեռնտու է, չէ, իրենք ուզեն դա նկատում, իրենք կանեն, ուզեն դա կանեն, դա նկատում։ Իհարկե կփորձեն, թե որքանով կհաջողեն դա հարցի մյուս կողմն է, բայց փորձել մի անգամ միանշանակ փորձելու են եւ դա Հիմա էլ է երևում երևի թե։ Դա նորմալ քաղաքական տրամաբանություն շահերն է, Հայաստանն է, եթե լիներ նման զորեղ պետություն, որ ունակ լիներ ազդել այս կամ այն պետության ձևավորվող քաղաքական ուժերի այդ պատկերի վրա, Հայաստանն է կփորձել այդ պետությունում տվյալ նման իրավիճակ ստեղծել։ Դա քաղաքական, աշխարհակաղակական նորմալ տրամաբանության շրջանակներում է տեղավորվում։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք